Վերջին մեկ տարվա ընթացքում ոսկու գինը կտրուկ աճել է, անմիջապես ազդելով նաև Հայաստանի շուկայի վրա։ Գնաճը փոխել է ինչպես սպառողների վարկագիծը, այնպես էլ ոսկերիչների ու տնտեսվարողների աշխատանքային պայմանները։ Քանի պատերազմները չի վերջացել, ոսկին չի իջնի։ Գրիշա Հովեյանը Գյումրիում առաջիններից է, ով զբաղվում է ոսկու վաճառքով։ Նրա խոսքով վերջին ամիսներին վաճառքի ծավալները զգալիորեն նվազել են։ Պատճառը գների կտրուկ եւ անկանխատեսելի աճն է, որը դժվարությունների առաջ է կանգնեցրել թե գնորդներին, թե վաճառողներին։ Եթե կհամեմատենք այսօրվա գները 1 գրամ 575 պրոբի ոսկու 1 գրամի արժեքը $100 անցել է, այսինքն մոտավորապես 40,000 դրամ։ Եթե մարդը աշխատավարձ կստանա 200,000 պատալուկ աշխատավարձը, արդեն ինչ կգնա ոսկի առնի։ 1 կիլո 700 գրամ ցեպ ունենալու համար գծախսենք, սպեսենք 20-30,000 պլյուս 6,000 36,000, եկամուտը ամենաշատը $5,000 էր։ Այսօր դրա համար ծախսենք $168,000, որովհետեւ էլի ունենանք $5,000 եկամուտ։ Եթե տարիներ առաջ նույն ծավալի ոսկու պահուս ձևավորելու համար պահանջվում էր անհամեմատ քիչ գումար, այսօր նույն եկամուտը ստանալու համար անհրաժեշտ է 100,000-ավոր դոլարների շրջանառություն։ Սա հատկապես ծանր է փոքր եւ միջին տնտեսվարողների համար, որոնց շահութաբերությունը ցածր է, իսկ ռիսկերը բարձր։ Առաջ բոլոր հարսանիքների ժամանակ մարդիկ ոսկյա նվերներ կտանեին, պրեստիժ էր, բայց այսօր ավելի լավ է $200 տան տվյալ մարդուն, տվյալ մարդը հավաքի տարբեր մարդկանց տված նվերները, ինչ որ մի բանում կրնանա առնի։ Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ ոսկու գինը ձևավորվում է մի շարք գործոնների ազդեցությամբ։ Առաջինը պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունն է, սակայն ոսկու դեպքում մեծ դեր ունեն նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմները, տարածաշրջանային լարվածությունը եւ գլոբալ անորոշությունը ներդրողներին ստիպում են ընտրել ոսկին որպես անվտանգ ակտիվ։ Նաեւ այստեղ էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական գործոնները, այսինքն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ուղիղ ազդում են ոսկու գների վրա, ինչպես նաև սպառողների վարկագիծը։ Այս եւ նաև այլ գործոնների արդյունքում վերջին շրջանում նկատվում է կտրուկ աճ ոսկու գների միջազգային շուկաներում եւ բնականաբար այդ միջազգային գները նաև ազդում են տեղական շուկաների վրա։ Այս գործընթացը շուկայի տարբեր դերակատարների վրա տարբեր կերպ է ազդում։ Ոսկու արդյունահանմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար գների աճը հիմնականում դրական է, իսկ արտադրողներն ու վերավաճառողները կանգնում են երկակի իրավիճակի առաջ։ Մանրածախ առևտրով զբաղվողները ունեն շահութաբերության ցածր մարժա եւ նրանք շրջանառության մեջ արդեն ստիպված են լինելու դնել ավելի մեծ գումարներ, որպեսզի ձեռք բերեն նույն չափով ոսկի, նույն գրամի կամ նույն քանակի ոսկի եւ վերավաճառեն իրենց ցածր շահութաբերությամբ։ Վերջին տարվա ընթացքում փոխվել է նաեւ սպառողների վերաբերմունքը ոսկու նկատմամբ։ Եթե նախկինում այն դիտարկվում էր հիմնականում որպես զարդ կամ նվեր, ապա այժմ ավելի հաճախ ընկալվում է որպես խնայողությունների եւ ներդրումների միջոց։ Հայ ազգը երևի թե հակում ունի իր խնայողությունները ոսկու տեսքով պահելու, մեծ մասամբ ոսկու տեսքով եւ այդ առումով կարծում եմ ոսկու պաշարներ ունեցող անձինք բավական շահեկան դիրքում են հայտնվել գների բարձրացման արդյունքում։ Ոսկերիչների եւ մասնագետների գնահատմամբ նման բարձր գներ նախկինում գրեթե չեն արձանագրվել։ Թեպետ պատմության ընթացքում եղել են կարճատև աճեր, սակայն ներկայիս տեմպը եւ շարունակականությունը շուկայի համար աննախադեպ են։ Ամենաշատ թանկը մի պահ 2000 թվից բարձրացավ մինչև $30 կարգի, բարձրացավ մինչև 60, հետո իջավ մինչև 35, հետո նորից գազ տվեց ու էլ ետ չկա, անդադ բարձրանում է, օր-օրի։ Գրիշա Հովեյանը նկատում է, եթե աշխարհաքաղաքական լարվածությունները շարունակվեն, ապա առաջիկա մեկ տարվա ընթացքում ոսկու 1 գրամի գինը կարող է հասնել նույնիսկ $200։ Սա նշանակում է, որ շուկան դեռ երկար ժամանակ կմնա փոփոխական եւ ռիսկային, իսկ թե ով կհարմարվի այս նոր իրողություններին ցույց կտա ժամանակը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։